Բարի գալուստ աստվածաշնչյան հարցեր հաղորդմանը։ Մեկնաբանություններում նշեք, թե քանի հարցի եք ճիշտ պատասխանել, իսկ մենք սկսեցինք։ Հարց առաջին. ինչ է գրված 144,000 ընտրյալների ճակատին։ Տարբերակ առաջին. Սուրբ Հոգու անունը։ Տարբերակ երկրորդ. Աստծո անունը։ Տարբերակ երրորդ. Գառան և Աստծո անունը։ Տարբերակ չորրորդ. Երուսաղեմ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Գառան և Աստծո անունը։ Տեսա, ահա գառը կանգնած է Սիոն սարի վրա։ Նրա հետ էր 144,000 հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա հոր անունը։ Հարց երկրորդ. Որ գրքում է գրված Նեեմանի պատմությունը։ Տարբերակ առաջին. Ծննդոցում։ Տարբերակ երկրորդ. Եսթերում։ Տարբերակ երրորդ. Ժողովողում։ Տարբերակ չորրորդ. Թագավորների գրքում։ Ճիշտ պատասխանն է տարբերակ չորրորդը. Թագավորների գրքում։ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Հարց երրորդ. Ո՞վ է եղել Նեեմանը։ Տարբերակ առաջին. Քահանա։ Տարբերակ երկրորդ. Զորապետ։ Տարբերակ երրորդ. Մաքսավոր։ Տարբերակ չորրորդ. Բժիշկ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. Զորապետ։ Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ։ Հարց չորրորդ. Քանի հոգի Հակոբն իր հետ տարավ Եգիպտոս։ Տարբերակ առաջին. 45։ Տարբերակ երկրորդ. 70։ Տարբերակ երրորդ. 90։ Տարբերակ չորրորդ. 130։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. 70։ Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, 2 հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, 70-ն էին։ Հարց 5-րդ. Ո՞վ է եղել Իսրայելի առաջին դատավորը։ Տարբերակ առաջին. Գեդեոն։ Տարբերակ երկրորդ. Դեբորա։ Տարբերակ երրորդ. Սամսոն։ Տարբերակ չորրորդ. Գոթոնիել։ Ճիշտ պատասխանն է տարբերակ չորրորդը. Գոթոնիել։ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։ Տիրոջ հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում։ Հարց 6-րդ. Ինչ էր Դավթի առաջնեկի անունը։ Տարբերակ առաջին. Ամնոն։ Տարբերակ երկրորդ. Դանիել։ Տարբերակ երրորդ. Սողոմոն։ Տարբերակ չորրորդ. Սամսոն։ Ճիշտ պատասխանն է տարբերակ առաջինը. Ամնոն։ Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում։ Անդրանիկ որդին Ամնոնը Եզրայելացի Աքինոամից, երկրորդը Դանիելը Կարմելացի Աբիգեայից։ Հարց 7-րդ. Քանի տարեկան էր Աբրահամը, երբ Աստված փոխեց նրա անունը։ Տարբերակ առաջին. 100։ Տարբերակ երկրորդ. 86։ Տարբերակ երրորդ. 99։ Տարբերակ չորրորդ. 126։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը՝ 99։
Երբ Աբրամն 99 տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջ քայլիր և կատարյալ եղիր»։ Այսօրվա համար այսքանը։ Եթե ձեզ դուր եկան հարցերը, ապա կիսվեք ձեր ընկերների հետ։ Նույնպես բաժանորդագրվեք ալիքին հետագա հարցերը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն մասնակցության համար։